Բարի լույս, սիրելիներ, այսօր մեր հայ առաքելական մայր եկեղեցին հիշատակում է Ղևոնդյանց քահանաներին եւ սա նշանակում է, որ այսօր տոնն է մեր քահանաների յուրաքանչյուր մեկի։ Ինչի առիթով շնորհավորում եմ իմ քահանա եղբայրներին, ավագ եւ կրտսեր եւ ինչու՞ չէ բոլոր հոգեվոր, ամբողջ հոգեվոր դասին, որովհետեւ բոլորն էլ ի սկզբանե քահանաներ են, օծյալ քահանաներ են։ Այնպես որ թող Տերը զորավիկ լինի մեզ բոլորիս քահանաներիս, մեր միտքը արթուն պահի, մեր հոգին ամուր, մեր կամքը անսասան պահի եւ օգնի, որպեսզի Տիրոջ քարոզչությունը երբեք ու երբեք չդադարի մեր շուրթերից, մեր մտքից բխել եւ փոխանցվել մարդկանց։ Շնորհավորում եմ բոլորին հոգեվորականներին եւ մաղթում, որ Տիրոջով զորացած լինեն։ Գեղեցիկ է նաև այսօրվա ընթերցումը Պետրոս Առաքյալի առաջին թղթից, որ կուզեմ ընթերցել ձեզ համար։ Օրհնյալ է Աստված եւ Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար, մեռելներից Հիսուս Քրիստոսի հանությամբ, ծնեց ամեղծ եւ անարատ ու անթարամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար։ Ձեզ, որ Աստուծո զորությամբ պահված եք հավատով փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում։ Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով այլևայլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք, որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկի, որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի, որին չեք տեսել, բայց սիրում եք, եւ որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան եւ ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ, ձեռք բերելով ձեր հավատի պսակումը, հոգիների փրկությունը։ Սիրելիներ, այս խոսքերը վերագրում եմ նաեւ այսօր մեր հոգեվորականներին։ Այո, այժմ դեպքերի բերումով բոլորս էլ մի տեսակ տխուր ենք, որովհետև փորձություններով լցված ենք։ Բայց սա մեր հավատի փորձն է, որպեսզի մենք ավելի արժեքավոր դառնանք, ինչպես ոսկին է թրծվում, այդպես մենք թրծվենք։ Ուրեմն այսօրվա հոգևոր նախաճաշը թող որ մեզ համար մի նոր կյանքի կոչ լինի, հույս լինի, ուղղություն լինի։ Եվ ձեզ էլ պիտի խնդրեմ, որ ձեր աղոթքը անեք մեզ հոգևորականներիս համար անխտիր, որովհետև բոլորս էլ Աստծո ծառաներ ենք, ընկած թե ելած, կանգնած թե նստած, հիվանդ թե առողջ, մենք բոլորս Տիրոջ կողմից կանչված ենք, որպեսզի իր քարոզչությանը ծառայենք, իր եկեղեցու ամրացմանը ծառայենք եւ մարդկանց հոգիների փրկությանը ծառայենք։ Ուրեմն այս իմաստով, այո, մենք էլ պիտի թրծվենք, ամենօրյա թրծում պիտի անցնենք, որպես ոսկիներ պիտի կարողանանք մաքրագործվել, եթե Տերը կամենա իր ողորմությամբ, եւ արժանանանք այն փառքին, այն պսակին, որ Տերը պատրաստել է իր ծառաների համար։ Թող որ ուրեմն այդ փառքն պսակն, ինչպես Ղևոնդյաց քահանաները ժառանգեցին, մեզ էլ մաս ու բաժին դառնա այսօր մեր քահանայությունը ավելի լավը դարձնելու, մեր ծառայությունը ավելի լավը դարձնելու։ Իհարկե, ձեր հավատացյալ համայնքի, հավատացյալ հոտի քրիստոնյաների աջակցությամբ, ներկայությամբ եւ սրտագին աղոթքներով։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, սիրելիներս։ Աստված օրհնի ամենքիս։